Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համարոտ։ Դատարանը հրապարակել է Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ որոշումը, ինչպես են արձագանքել թիմակիցները։ Եպիսկոպոսները կրկին քննչական կոմիտեում էին և կրկին Գերագույն հոգևոր խորհրդի նիստից առաջ, ինչու են հոգևորականներին կանչել հարցաքննության։ Իրան, ԱՄՆ, Իսրայել պատերազմն ու թրիփը, որն է այս պատերազմի ամենառիսկային սցենարը։ $10 միլիոն իրանցի պաշտոնյաների մասին տեղեկության համար, ինչ է ուզում իմանալ ԱՄՆ-ն։ Հարձակվել են երեխայի վրա, քարերով ու ոտքերով հարվածել, ինչու են դպրոցականները դաժանաբար ծեծում իրար։ Դատարանը որոշել է երկարաձգել գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը ևս մեկ ամսով։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով սա քաղաքական գործընթացի, հավասարության, արդարության, մրցակցության պայմանների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է։ Պատկերացրեք, մենք ունենք մի իրավիճակ, որ այլ քաղաքական ուժի պայմանական ներկայացուցիչը քարոզարշավ է իրականացնում, ընդհուպ մինչև Սամվել Կարապետյանի վերաբերյալ խոսակցություն է ունենում, իր կողմից նախընտրական ցուցակի ձևավորմանը ակտիվ մասնակցում է, լինի դա պրայմերիզի կամ այլ ձևաչափերով, բայց մյուս կողմից ունենք ուժեղ Հայաստան կուսակցության նախագահին, ով որ 9 ամիս առանց նվազագույն իրավական հիմքի գտնվում է կալանքի պայմաններում։ Ես հատուկ ընդգծեմ, որ լինի դա կալանքը թե տնային կալանքը, դրանք երկուսն է կալանք։ Պաշտպանը հայտնել է, որ բողոքարկելու են որոշումը վերաքննիչ դատարանում։ Հայտարարություն է տարածել նաև Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Քաղաքական ուժը պաշտոնապես հայտարարել է, որ սկսում են թե տեղական, թե միջազգային քայլեր ներառող համակարգված արշավ։ Առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա, ասված է հայտարարության մեջ։ Կուսակցությունն առաջիկա օրերին կհայտարարի կոնկրետ քայլերի մասին։ Հիշեցնեմ, որ Կարապետյանին կալանավորել են հունիսի 18-ին, նրա նկատմամբ քրեական վարույթ հարուցել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Իսկ նախքան դատարանի որոշման հրապարակումը Բաքվում վիճակը լարված էր։ Ոստիկանական մեծաթիվ ուժեր շրջափակել էին դատարանի շենքը։ Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն էլ հայտնել է, որ ձերբակալել են Սամվել Կարապետյանի 3 աջակցի։ Սարգսյանի խոսքով նրանց ձերբակալել են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Հոգևորականները կրկին քննչական կոմիտեում էին, հարցաքննության էին հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին, ընդ որում հենց այն ժամին, երբ նախատեսված էր խորհրդի հերթական նիստը։ Բոլոր սրբազանների խափանման միջոցների վերաբերյալ ուղարկել են բողոքներ։ Մուշեղ եւ Մակար սրբազանները հրաժարվել են ցուցմունք տալ։ Հայկազուն սրբազանի պաշտպանն ասել է, որ կանչել էին լրացուցիչ հարցաքննության արդեն մեղադրյալի կարգավիճակում։ Եվ կանչել, ասենք, երկուշաբթի եւ հաջորդ շաբաթվա օրերին ենթադրենք, ինչպես որ կարգն է գրավոր ցանցագրերով, բայց էլի շտապել էին, էլի ինչ որ գործողություններ, գիտեք, իրականում շատ արդեն ծիծաղելի կլիներ, եթե այսքան լացելու ու ողբերգական իրավիճակում չհայտնվեինք, որովհետեւ այս process-ները իրավական անվանելը թերևս արդեն անտրամաբանական է։ Կարծիքով հերթական անգամ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը տապալելուն է միտված։ Ավելին ասեմ, ծանոթագրերը վկայի դատավարական կարգավիճակով են ուղարկված, չգիտես ինչու սրբազանները ծանոթվել են վկայի դատավարական կարգավիճակով եւ ուրիշ գործով է։ Ոչ, նույն բայց այս գործն է։ գործով արդեն որպես մեղադրյալ Նույն գործն է, այո, բայց ծանոթագրերը
ԵՊԿ-ի դատավարական կարգավիճակին են վերաբերում։ Զարավեթյան ժամը 10-ից սկսած անդադ զանգահարել եմ եւ խնդրեմ, որպեսզի մի քանի ժամվա մեջ ներկայանանք եւ ոչ միայն ինձ, այլ բոլոր այդ մնացած պաշտպաններին, սակայն մեր ծանր բեռնաբացությունից ելնելով մենք այս ժամին ենք ուղղակի կարողացել ներկայանալ քննչական կոմիտե։ Այդուամենայնիվ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի երրորդյա ժողովը, որի ընթացքում քննարկել են ոչ միայն եկեղեցու ներքին խնդիրները, այլև իշխանության հետ սրվող հարաբերությունները։ Հայոց եկեղեցու բարձրագույն մարմինը հայտարարում է պետական կառույցները ճնշումներ են գործադրում եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ, իսկ վերջին օրենսդրական նախաձեռնությունները կարող են սահմանափակել եկեղեցու իրավունքները։ Խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանությանը հայոց եկեղեցու նկատմամբ հալածանքների, կեղծ մեղադրանքներով ազատազրկումների եւ եկեղեցու գործունեությանը միջամտելու փորձերի համար։ Կոշտ արձագանք է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Եվրոպական խորհրդարանում, որտեղ նա եկեղեցին համեմատել էր օտար ազդեցության գործակալների եւ պատերազմի կուսակցության հետ։ Արձագանք է եղել նաեւ Մասյացոտնի թեմում ստեղծված վիճակին, որտեղ պաշտոնան կարված առաջնորդ Արման Սարոյանը ըստ Մայրաթորի իշխանության աջակցությամբ խոչընդոտում է թեմի աշխատանքը։ Բագրատ arczepiskopos Գալստանյանը նույնպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդարանում արած հայտարարություններին, մեջբերում է. Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից եւ իմ ժողովրդից, որոնք դարձյալ փորձում են սփարատել էությունից հետ անպակաս ստախոսությամբ։ Ես բանտում եմ, դու ոչ, բայց ես ազատ եմ, իսկ դու ոչ, որովհետեւ ճշմարտությունը ազատարար է, գրել է Սրբազանը։ Քաղաքական դաշտն էլ է հակադարձում Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդարանում կառավարությունում արած հայտարարություններին։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախի շարժումը չի կարող փակվել, քանի դեռ Արցախի ժողովուրդն ու նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը գոյություն ունեն։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, առավել եւս, որ կան բազմաթիվ արցախցիներ վերադարձի ցանկությամբ, գրել է Բեգլարյանն ու հավելել, քանի դեռևս վերադարձն անիրատեսական է, արցախցիներն այսօր ունեն մի քանի կոնկրետ ու միջնաժամկետ խնդիր լուծելու։ Արցախի ժողովրդի արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքը Մայր Հայաստանում ոչ միայն մեր իրավունքների ապահովման, այլև ավելի ուժեղ ու միասնական Հայաստանի համար մեր ներուժի պատշաճ իրացման նպատակով։ Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հիմքերի ամրացումը, այդ օրակարգի վառ պահումը եւ միջազգային մեխանիզմների ձևավորումը, բռնազավթված Արցախի մշակութային ժառանգության ու մեր մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանությունը, հնարավորինս կանխելու դրանց ոչնչացումն ու յուրացումը ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կողմից, բոլոր պատանդարված հայերի վերադարձը հայրենիք եւ անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանումը, Արցախի պետական ու հանրային ինստիտուտների պահպանումն ու ամրացումը, որպես հավաքական պայքարի եւ ինքնության հենասյուներ, միջազգային ու ներքին հետաքննությունների ապահովումը, մեր էթնիկ զտման ու հայրենազրկման հարցում մեղավոր արտաքին ու ներքին անձանց ու հանգամանքների բացահայտման ու պատասխանատվության ապահովման համար։ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանն էլ հայտարարել է Արցախի ժողովրդի ինքնորոշվելու, հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու սեփական ճակատագիրը տնօրինելու անօտարելի իրավունքը չի կարող վերանալ ստի, կեղծիքի ու նենգափոխումների միջոցով կամ դառնալ ճղճիմ գործարքների առարկա։ Արցախի շարժման վերաբերյալ անհեթեթ հայտարարությունները չեն կարող վարկաբեկել մեր ժողովրդի հանուն ազատության ու խաղաղության հերոսական պայքարի այդ լուսավոր դրսևորումը։ Եթե եղածը խաղաղություն է, այլ ոչ թե բացարձակ եւ չընդհատվող կապիտուլյացիա, ապա ինչու են ադրբեջանական զորքերը շարունակում մնալ Հայաստանի բռնազավթված 240 քառակուսի կիլոմետր տարածքում։ Ինչու էթնիկ զտումների եւ ցեղասպանության ենթարկված 150,000 արցախցիներ չեն վերադառնում հայրենի տներ։ Ինչու Բաքվի բանտերից հայրենիք չեն վերադառնում հայ պատանդառուները։ Ինչու են հիմնովին ոչնչացվում Արցախի հայկականության անժխտելի վկայությունները, հայկական բնակավայրերը, ծիսական շինությունները, պատմամշակութային հուշարձաններն ու այլն։ Արցախ, ցեղասպանություն, Արարատ, ազգային հերոսներ։ Գործող իշխանության ցուցակում կան թեմաներ, որոնց մասին խոսելն արգելված է։ Փոխվում է արդյոք հանրային վերաբերմունքը ազգային գաղափարների նկատմամբ, թե համակարգված աշխատանք է տարվում այդ արժեքները նսեմացնելու համար։ Ինչ եւ ինչու չի կարելի խոսել, Սվետլանա Պետրոսյանը ներկայացնում։ Ռևանշիստ ես, ֆաշիստ, թե պատերազմ հրահրող։ Կախված է նրանից, թե ում կամ ինչի մասին ես խոսել։ Նժդեհի, Արցախի, բանակի, թե ազգային ինքնության։ Վերջին շրջանում պարզապես մեկ բառը կարող է դառնալ քաղաքական պիտակավորման պատճառ։
Այս պիտակները սոցիալական ցանցերում չեն հորինվել։ Իշխանական խոսույթն է հաճախ հենց այդ ձևով արձագանքում ազգային թեմաների շուրջ բարձրացված հարցերին։ Արարողակարգային նվեր տալ Արցախյան հիմնախնդիր թեմայով դա սադրանք է, քաղաքական սադրանք է։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում կա Արարատ եւ դա Արարատ խոշորացված համայնքն է եւ Արարատի մարզն է, բայց Արարատ սար Հայաստանի Հանրապետությունում չկա։ Շուշի մեկ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշին։ Facebook-ում տարածվում է մի գրառում, որում թվարկված են այն թեմաները, որոնց մասին խոսելիս մարդը կարող է արագ պիտակավորվել։ Գրառման հեղինակը թվարկում է մի շարք հարցեր, նշելով, որ տարբեր թեմաների շուրջ կարծիք արտահայտելը երբեմն ընկալվում է ոչ թե որպես կարծիք, այլ որպես քաղաքական դիրքորոշում։ Ցանկը երկար է։ Արցախի անունն ես տալիս, ռևանշիստ ես եւ նախկինամետ։ Անվտանգությունից ես մտահոգվում, պատերազմ հրահրող ես, արյուն ուզող։ Ցեղասպանության մասին ես խոսում, ագրեսոր ես, հարևանիդ հանդեպ պահանջատեր։ Արարատի կողմ ես նայում, ուրիշի տարածքի վրա աչք ունեցող ես։ Պատմությունից ես մեջբերում անում, ազգայնամոլության քարոզիչ ես։ Բանակի հզորացումից ես խոսում, տարածաշրջանը պայթեցնող ես։ Ընդդիմադիր KGB-ի լրտես ես 5-րդ շարասյուն։ Եկեղեցուց եւ կրոնից ես խոսում, հետադիմական ես, հանցագործ ու մութ ուժերի գործակալ։ Հաղթանակներից ես հիշեցնում, դժբախտ ու դժգույն ֆանտազիոր ես։ Ազգային շահից ես խոսում, հակահեղափոխական ես ու աշխարհի խաղաղության խոչընդոտ։ Սփյուռքի հետ կապից ես խոսում, դրսի փողերով երկիրը խառնող ես։ Պետական խորհրդանիշներից ես խոսում, դատարկ սիմվոլների հետևից ընկած ռոմանտիկ ես։ Շատ օգտատերեր նշում են, որ հասարակական դաշտում տարբեր կարծիքներ ներկայացնող մարդիկ արագ դասակարգվում են քաղաքական կամ գաղափարական ճամբարների մեջ։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշում է, որ այս պիտակները պատահական չեն։ Իշխանական խոսույթը հաճախ այս ձևով է արձագանքում ազգային թեմաների շուրջ բարձրացված հարցերին։ Իսկ ինչ է կատարվում այս իշխանության օրոք։ Փորձում են ընդհանրապես ջնջվել, ավելին ես կարծում եմ, եթե այսպես շարունակվի, դա կդառնա նաև արդեն հետապնդման առիթ։ Քոչարյանը նաև հիշեցնում է վերջին շրջանում քննարկված որոշ թեմաներ, այդ թվում Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնանկության շուրջ ձևավորված աղմուկը։ 8 տարի է բևեռացված եւ գնալով ավելի բևեռացվում է։ Նման բանավեճերը միայն կարող են ռեզոնանսի տեսքով արդեն այն ինչ որ եղավ հետո, այդ հայտարարությունից հետո, որ իր խնդրանքով է հեռացվել, քանի որ տվել է, վերեց ավելի միասնության, գոնե առողջ ուժերի միասնության, մտածող ուժերի միասնության։ Մինչդեռ երգչուհի երգահան Լիլիթ Բլեյանը կարծում է, հասարակությունը բևեռացված չէ, այն մանիպուլացված է։ Չկա առողջ հասարակական ներհանրային բանավեճ, չկա ազնիվ բանավեճ, որովհետև ազնվությունը ենթադրում է, որ մարդիկ տիրապետում են իրական ինֆորմացիային, որ մարդկանց տրվում է վերլուծելու հնարավորություն, որ հանրային ռեսուրսները, որոնք ինֆորմացիայի եւ վերլուծության պիտի ծառայեցվեն, դրանք հավասարապես բաշխվում են տարբեր մտածող շրջանակների միջև, որոնք կարող են իրենց կարծիքը եւ վերլուծությունները եւ մտահոգությունները փոխանցել հանրությանը։ Բլեյանը նշում է, որ Հայաստանում արկա բևեռացումը հաճախ սխալ է ընկալվում։ Մարդիկ այն անվանում են քաղաքական, մինչդեռ իրականում խնդիրն ավելի խորքային է։ Ներկայիս իշխանությունը ըստ նրա մանիպուլատիվ մեթոդներով իրականացնում է ցանկությունները։ Մենք քաղաքական process-ի չենք սպայնականատես, մենք ականատես ենք, նորից ասենք, պետության կառավարման ղեկը ինչ-ինչ մանիպուլատիվ մեթոդներով վերցրած եւ այդ ղեկը չհանձնող որևէ պայմանով մի խմբի ցանկությունների հետ։ Քաղտեխնոլոգն էլ նկատում է, որ հասարակության ամենազգայուն խումբը երիտասարդներն են։ Արարատի թեման երբ բացվեց, մոտ 1 տարի առաջ էր, եթե չեմ շփոթվում, ամենաշատը երիտասարդությունը ռեակցիա տվեց, բացասական ես նկատի ունեմ։ Իսկ քաղաքական խաղերից վեր հարցը այն է, թե ինչ կմնա, եթե մեր արժեքները աստիճանաբար ջնջվեն հանրային դիսկուրսից։ Այսօր կարևոր է հիշել, որ արժեքներն ու գաղափարախոսությունը չեն կարող պատժի թեմա դառնալ։ Սվետլանա Պետրոսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Իսկ այս ընթացքում տարածաշրջանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք չեն շրջանցելու Հայաստանը։ Սակայն հնարավոր ռիսկերի մասին խոսում է միայն փորձագիտական դաշտը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով Հայաստանի համար Իրանի դեմ պատերազմի պատճառով առաջացած մարտահրավերների մասին շատ են խոսել։ Սակայն մի կարևոր ռիսկային սցենար դուրս է մնացել ուշադրությունից, եւ դա ուղղակիորեն առնչվում է թրիփին։ Եթե պատերազմի հետևանքով Իրանում հաստատվի Ամերիկայի Միացյալ Նահանգների խամաճիկ իշխանություն, ապա թրիփը կարող է կորցնել իր արդիականությունը Վաշինգտոնի համար, քանի որ պատկերավոր ասած, Իրանի ամբողջ տարածքը կվերածվի թրիփի, իսկ Սյունիքով ճանապարհն այլևս անհրաժեշտ կլինի միայն Բաքվին եւ Անկարային միմյանց միջև Նախիջևանով կապ հաստատելու համար, ընդ որում արդեն առանց իրանական զսպող ներկայության։ Իսկ պատերազմական ճակատում վիճակը մնում է նույնը։ ԱՄՆ պետդեպարտամենտը մինչև $10 միլիոն պարգևավճար է խոստացել Իրանի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության մասին տեղեկությունների համար։ Ցուցակում են նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին եւ կորպուսի բարձրագույն հրամանատարական կազմը։ Իրանի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Իրանի նավթային, տնտեսական եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում կոչնչացնեն ԱՄՆ-ի հետ կապված բոլոր օբյեկտները։ Շտաբի խոսնակը զգուշացրել է, եթե Իրանի նավթային, տնտեսական եւ էներգետիկ ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն, ապա տարածաշրջանի բոլոր այն ընկերությունների նավթային, տնտեսական եւ էներգետիկ օբյեկտները, որոնք ունեն ԱՄՆ բաժնեմասերի կամ գործակցում են Միացյալ Նահանգների հետ, անմիջապես կոչնչացվեն։ Իրանի փոխնախագահն էլ հայտարարել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումների պատճառով վնասվել է 9669 շինություն, այդ թվում 7943 բնակելի շենք։ Բացի այդ վնասվել է նաեւ 32 բժշկական կենտրոն եւ 65 դպրոց։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության պաշտոնյա Լանա Նուսեյբեհին հայտարարել է, որ կմիջնորդեն Իրանի շուրջ հակամարտության կարգավորմանը միայն այն բանից հետո, երբ Թեհրանը դադարեցնի հարձակումները Էմիրությունների եւ Պարսից ծոցի մյուս պետությունների վրա։ ԱԳՆ պաշտոնյան վստահ է, որ հակամարտությունը կավարտվի բանակցությունների միջոցով։ Հայաստանի մարզերից մեկում դպրոցում 10-ամյա երեխայի վրա հարձակվել են, քարերով ու ոտքերով ծեծել։ Երեխան դեռ դպրոց չի գնում կապտուկների եւ հոգեբանական վատ վիճակի պատճառով։ Այսպիսի դեպքերը վերջին շրջանում հաճախ են կրկնվում։ Որն է այս բարձիթողի վիճակի պատճառը, ինչպես է դա ազդում երեխաների վրա, ինչու են դառնում անողոք միմյանց նկատմամբ։ Թեման Սեդա Մակարյանն է ուսումնասիրել։ Հարձակվեցի վրես, քարերով, ոտքերով, մեկ է ձեռքերով։ Մի քանի օր է մարզային քաղաքներից մեկում բնակվող 10-ամյա տղան դպրոց չի գնում։ Դեռ թարմ են մարմնի կապտուկները։ Դասընկերները դպրոցում դաժանորեն ծեծել են նրան։ Դասարանում ասեցի դասատուին կարա գնա շուտ դուրս ջուր խմեր գալ, ասեց գնա։ Ինձ քֆուր տվեց։ Խատ մանվել է։ Իրանք ովքեր են քո դասընկերներն են։ Մեկ է դասընկերն է, մեկը այն երկուսն է իրար ախպեր են։ Երեքով։ Հա։ Դու գնում էի ճանապարհին քեզ տեսա։ Հա։ Հետո Ու հարձակվեցի վրես։ Ինչու են քեզ հարվածել ու հայհոյել հարցին պատասխանում է, չգիտեմ։ Առաջին անգամ ուսուցիչներն են միջամտել ու կանխել, երկրորդ անգամ դպրոցից տուն գալու ճանապարհին են տղային կանգնեցրել, քարերով ու ոտքերով հարվածել։ Հարվածի հետքերը տղայի մեջքին, գլխին ու դեմքին դեռ թարմ են։ Ուսուցիչները դե ընդեղ կանխեցին, ասեցին սաղ ժամին մեզ հսկեր են, հետո տուն գալուց հարձակվեցին վրես։ Տղայի ցավը միայն ֆիզիկական չէ, վիրավորանքը չի մարսում, ականջներից դուրս չեն գալիս դասընկերների բառերը։ Թենց Այդ չարաբաստիկ օրը տուն է վերադարձել Առնաշաղախ, մայրն է լեղապատար դիմավորել որդուն ու տեղափոխել հիվանդանոց։ Էլ դաժանցեց, էլ դանակահարություն ու թմրանյութի գործածում, գրեթե ամեն շաբաթ դպրոցներից նոր սահմռկեցուցիչ պատմություններ ենք լսում։ Ինչու են պատանիները դարձել անողոք միմյանց նկատմամբ, որտեղ է պետք փնտրել խնդրի ակունքը, տանը, դպրոցում, թե մեկ ուրիշ տեղ։ Առաջին հերթին երկրում տիրող մթնոլորտը, մենք շատ լավ գիտենք, որ այս իշխանությունները եկան, բաժանեցին սևերի սպիտակների, առաջացավ խիստ այսպես տարբերակում եւ
սկսվեց ատելության մթնոլորտը գեներացվել։ Դրանից հետո պատերազմը եղավ, վաճառքը եղավ հայրենիքի ու Արցախի, եւ այս ամենը ծնեցին արդարացի ընդվզումներ, վրեժի զգացում, իսկ այդ ատելություն, այս բոլորը չար էներգիա են ստեղծում, որոնք ենթագիտակցական մակարդակում չէին կարող չազդել երեխաների վրա։ Երկրում տիրող քաոսն է արտացոլվում դպրոցներում, ասում է Հայասպետ դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը։ Քայքայվելու ուղիղ արտացոլանքներից մեկը այսօր մեր մանուկների, մեր երեխաների, պատանիների, երիտասարդների շրջանում, վերջին անգամ հիշում եք նաև գյուղակադեմիայի դիմաց ինչպես էին ծեծել երիտասարդի, տարածված այս դաժանությունն է, որովհետև երկիրը վերածվել է մարդը մարդուն գայլ է այդ ջունգլիների օրենքը եւ ով ուժեղ է, այսինքն ով ճնշվում է, ով բռնանում է, ով ավելի բիրտ է, ավելի դաժան է, այլ տիրում է սկզբունքը։ Ինչպես հասարակության դեգրադացված բարքերը, պարտվածի սինդրոմն ու վրեժխնդրության զգացումն են ազդում երեխաների հոգեբանության վրա, այնպես էլ համացանցում տարածվող բռնության կոչերն ու տեսարանները, ասում են մասնագետները։ Երբ երեխաները տեսնում են, որ ուժը խնդիր լուծելու միջոց է, նույն մոդելն իրենք են կիրառում, պնդում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Ատելությունը, ատելության խոսքը, նույն բանը մենք կարող ենք տեսնել սոցիալական հարթակներում։ Այնտեղ էլ բոլորը երեխաներ չեն, իսկ սոցիալական հարթակներում որևէ մեկը իրեն չի զսպում, որպեսզի, ասենք, մրցակցին, ասենք, հակառակորդին, թշնամի հո չեն, այդ մարդիկ բոլորը հայերեն են խոսում եւ ըստ էության նույն հասարակության անդամներն են, բայց ինչպիսի ջանասիրությամբ իրար վրա կարող են ցեղ շպրտել, հայ-հոյ է։ Բևեռացված եւ ագրեսիվ հասարակության շերտերում է թաքնված այսօրվա դեռահասների դաժանությունը։ Մխիթարյանը ըստ էության շարունակում է Տոնոյանի միտքը։ Ագրեսիան հասարակության մեջ կուտակվում է տարբեր բաղադրիչներից ելնելով, մասնավորապես օրինակ, ընդհանուր սոցիալ-հոգեբանական վիճակ հասարակության։ Ուրեմն աղքատության շատ բարձր մակարդակ, որովհետեւ շատ ժամանակ հասարակության մեջ այդ ագրեսիան առաջանում է, երբ որ նորից աղքատներն են շատ եւ հարուստները ծայրահեղ շատ են։ Ում դիմել, ինչպես պաշտպանել սեփական երեխային, տուժածի հայրը չգիտի։ Միայն մի բան է անցնում մտքով՝ համարժեք պատասխան տալ։ Հետո ինքն իրեն սաստում է։ Հարցն այդպես չի լուծվի։ Ես միշտ եղել եմ իմ երեխուն, իմ տղուն, որ խոսքի մի կրվի, մի բան արա, պետք չի կարելի ոնց ասեմ, կոպիտ ասած։ Ինքը հա չի բան, բայց ինչեւ եղել է, չեմ ասեմ, երեխան դիկարվի, ամեն ինչ էլ բայց ոչ թե ասի։ Երեխայի ծեծով միջադեպը չի վերջացել։ Բանը հասել է ծնողներին։ Բռնարար տղաների մայրը սպառնացել է ծեծվածի ընտանիքին։ Կինս տեսել է ճանապարհին, անգամ քաշելացրել տղա ջան, քեզ արի։ Ուշումներ տարբեր ձևով, բան։ Քորփա, երրորդ դասարան երեխաներ սկսեց։ Երկրորդ անգամ ասեց չի կարելի։ Էլի սկսեց։ Ես գնացի դպրոցում ասեցի սենցա։ Հետնել հաթաթային լավ են կարե, մեզ ոչ բան չեն կարող անի։ Տուժածի ծնողները պահանջում են դպրոցից հեռացնել այն աշակերտներին, որոնք ծեծել են իրենց որդուն։ Ասում են, ուսուցիչները չեն կարողանա այդքան աշակերտի վերահսկել։ Դրանով այլ մարմիններ պիտի զբաղվեն։ Իսկ ինչ են մտածում դպրոցում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը թույլ չտվեց զրուցել տնօրենի հետ։ Վստահեցրեց, գործին չխոչընդոտելու նպատակով են արգելում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք առայժմ։